Ողջույն հարգելի ընկերներ, այսօր կխոսենք ուլտրաձայնային հետազոտության միջոցով պտղի սեռի որոշման մասին, որ երրորդ շաբաթում են սկսում կազմավորվել երեխայի սեռական օրգանները և որ ժամկետից սկսած հնարավոր կլինի հստակ որոշել երեխայի սեռը։ Ինչի մասին կուզենայիք լիներ մեր հաջորդ տեսանյութը, գրեք կոմենտի ձևով և մենք կպատրաստենք այն ձեզ համար։ Պտղի սեռի որոշումը ուլտրաձայնային հետազոտության միջոցով։ Ապագա երեխայի սեռը հետաքրքրում է գրեթե բոլոր ծնողներին։ Երբեմն պատահում է, որ հղիության վաղ ժամկետներում բժիշկները սխալվում են։ Փոքր չափսերի և երեխայի պասիվության պատճառով դժվար է լինում պահանջվող հատվածի հստակ պատկերը ստանալը։ Որ ժամկետից սկսած է հնարավոր հստակ որոշել երեխայի սեռը։ Երեխայի սեռական օրգանները սկսում են կազմավորվել 5-ից 6-րդ շաբաթում։ Սկզբում ի հայտ են գալիս սեռական առաջնային անցքերը և դարսվածքները, որոնք միանման են արական և իգական սեռի մոտ։ Այնուհետև հորմոնների ազդեցությամբ սեռական օրգանները սկսում են աստիճանաբար տարբերակվել։ Նկատելի տարբերություններն ի հայտ են գալիս 11-ից 12-րդ շաբաթում և այդ ժամկետից շուտ հնարավոր չէ պարզել երեխայի սեռը։ Երեխայի սեռի որոշման լավագույն ժամանակը հղիության 18-ից 25-րդ շաբաթն է։ Երբեմն երեխայի սեռը սխալ է որոշվում սեռական շուրթերի այտուցվածության պատճառով։ Հակառակ սխալը պատահում է, երբ սեռական անդամը վերջնականապես կազմավորված չի լինում կամ սեղմված է լինում ոտքերի արանքում։ Ուլտրաձայնային հետազոտությամբ սեռի որոշման սխալները բացառված չեն նաև հղիության ուշ ժամկետներում։ Այդ դեպքում մատները կամ պորտալարի հանգույցները հնարավոր է շփոթել սեռական անդամի հետ, իսկ սեռական շուրթերը ամորձապարկի։ Պտղի սխալ դիրքը նույնպես կարող է խոչընդոտել հստակ պատկերի ստացմանը։ Հավանեցիք տեսանյութը, ուրեմն սեղմեք բաժանորդագրվել և լայքի կոճակը։ Դա կոգեշնչի մեզ էլ ավելի շատ նյութեր պատրաստել ձեզ համար։ Շնորհակալություն։